Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության հիմնախնդիրը, մասնավորապես այնպիսի կառույցներում, ինչպիսին են ԱՊՀ-ն եւ ՀԱՊԿ-ը, ինչպես նաև միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային առավել ակտուալ հարցերը, այդ թվում նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Հաղորդագրությունը ես ընթերցեցի մի հատված, օրակարգը պարզ է, օրակարգում տարբեր հարցեր են շրջանառվում, տարբեր հարցեր են ներառված, բայց հայաստանյան քաղաքագիտական շրջանակներում դոմինանտ կարծիք կա, որ առանցքային հարցը այս հանդիպման օրակարգի վերաբերում է Եվրասիական միությանը, այս գաղափարի իրագործում եւ Հայաստանի միանալու հեռանկարներ։ Դուք էլ այդպես եք կարծում։ Ճիշտն ասած, այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ շատ բնական է, որ երկու պետությունների, որոնք ասում են, որ մենք ռազմավարական պարտներ ենք, այդ պետությունների նախագահները հաճախ հանդիպում են։ Դա շատ բնական եմ համարում, ու այդ հանդիպումները հաճախ են լինում Ռուսաստանում, Հայաստանում, դա շատ բնական է։ Այդ տեսանկյունից ես չեմ համարում, որ այս հանդիպումը ինչ որ ֆորս մաժորային հանդիպում է, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ քանի որ պարոն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահան դադարեցրեց իր հանգիստը ու մեկնեց, ուրեմն ինչ որ կարևոր ռագույն խնդիրներ կան։ Ես սպասում էի վերջացնեիք, որ դա պիտի ասեի։ Այն վերլուծաբանները, ովքեր գտնում են, որ առանցքային հարցը սա պիտի լինի, նաև վկայակոչում են, որ այլապես ինչը պիտի ստիպեր, այսինքն ինչ ակտուալ, ինչ հրատապ անհետաձգելի հարց կար, որ արձակուրդ ընդհատեր եւ մեկներ աշխատանքային։ Ես կասկած չունեմ, որ արձակուրդը չեն դադարեցնում, ասենք Եվրասիական միության հետ կապված հարցում։ Այդ հարցը, այո, Ռուսաստանը դնում է, Ռուսաստանը նույնիսկ ինչ որ չափով ճնշում է, փորձում գործադրել նախկին հետ խորհրդային տարածքի երկրների վրա, բայց առաջի հերթին Հայաստանը այս հարցով այդքան էլ կարևոր չի Ռուսաստանի համար, դուք հասկանում եք, Ռուսաստանի համար Ղազախստանը, Բելարուսը, Ուկրաինան, Եվրասիական միության համար ավելի կարևոր են։ Ես կարծում եմ այդ խնդիրներ կան, ինչու Ռուսաստանը այդպես շտապ ուզում էր այդ հանդիպումը։ Եվ որոնք են այդ խնդիրները։ Առաջի հերթին Մերձավոր Արևելքում կատարվածը, նաև այդում Սիրիայի հետ հարցը կապված, կարծես թե Հայաստանը փոքր երկիր է, բայց այնուամենայնիվ Ռուսաստանում լավ գիտակցում են, որ Հայաստանի դերը այդ ռեգիոնում այնուամենայնիվ կա, մենք համայնք ունենք հայկական եւ այլ եւ այլ, բացի դրանից Ռուսաստանը իմ կարծիքով մտահոգեց, որ Հայաստանը մի քանի օր առաջ ՄԱԿ-ում առաջի անգամ այդ տիպի հարցերում քվեարկեց Ռուսաստանի հետ չհամընկնող քվեարկությամբ։ Ինչի մասին է խոսքը։ Սիրիա, դուք գիտեք, գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի մի քանի օր առաջ անցկացվեց քվեարկություն, որի ժամանակ Հայաստանը ձեռնպահ էր, Ռուսաստանը այդ բանաձևի դեմ դուրս եկավ, ու այդ բանաձևի, ասենք, նախաձեռնողներն են, օրինակ, Սաուդյան Արաբիան, ու Հայաստանը ձեռնպահ է։ Չի բացառվում, որ քանի որ Հայաստանի դիրքորոշումը ստեղ իմ կարծիքով բավական դրական է, ու ես կասեի հավասարակշռված, ոչ միայն Սիրիայի, ընդհանուր առմամբ այդ Մերձավոր Արևելքում եղած այդ process-ների ընթացքում Հայաստանը բավական հավասարակշռված դիրքորոշում ունի, չի բացառում, որ Ռուսաստանին դա մտահոգեց։ Բացի դրանից, եթե ասենք իրադարձությունները չգիտեմ ինչպես կզարգանան, բայց եթե զարգանան այնպես, որ իշխանափոխություն տեղի ունենա արևմտամետ, ինչ որ իշխանություն ձևավորվի, այս դեպքում Ռուսաստանի համար այս տարածաշրջանում Հայաստանի դերակատարությունը շատ ավելի կարևորվում է, բնականաբար, որ ասում եք, թե հանդիպման օրակարգում կարևոր հարցերից մեկը Սիրիան է, այստեղ առարկելու ես որևէ բան չունեմ։ Բայց այդուամենայնիվ վերադառնանք Եվրասիական միությանը, քանի որ այս ընթացքում այն մի տեսակ այսպես կարևոր քննարկման առարկա է դարձել հայկական շրջանակներում քաղաքագետները, վերլուծաբանները, փորձում են վերլուծել, հասկանալ, թե ինչն ինչոց է եւ ուր է տանում։ Նախ ինչ ասել է Եվրասիական միություն։ Հանրային ընկալման մեջ սա դիտարկվում է որպես մոդեռնիզացված, արդիականացված խորհրդային միություն։ Այսպես հասկանալ։ Ես համարում եմ, որ դա ճիշտ
ընկալումն է այդ գաղափարի։ Ռուսաստանը ուզում է ինչ-որ բան ստեղծել, որը կնմանվի Եվրոմիության այդ դաշինքի։ Ռեալ Եվրոմիությունը դա կոնֆեդերատիվ դաշինք է։ Երբ որ պետությունները, նույնիսկ եվրոպական զարգացած պետությունները մի շարք իրանց ֆունկցիաները տվեցին կենտրոնին, դա կոչվում է Եվրո հանձնաժողով։ Օրինակ ՆԱՏՕ-ում դա չկա, բոլոր երկրները հավասար պայմաններում են մնացել, ոչ մի ատյանին չեն փոխանցում իրանց սուվերենությունը, բայց Եվրոմիությունում այդ մեխանիզմը կա։ Ռուսաստանը ինչ որ ձևի բան ուզում է ստեղծել, ու ես տրամադրված չեմ ի սկզբանե բացասական։ Ես ուղղակի ասում եմ մեկ փաստ, որ այդ ձևի ծրագրերի համար ահռելի մեծ թվով, մեծ քանակով գումարներ են պետք, քաղաքական կամք է պետք ու ամենակարևորը զարգացող, ակտիվ զարգացող տնտեսություն, գոնե մի երկիր այս ձևի պետք է լինի, բայց դեռ ես ճիշտ ասած հետխորհրդային տարածքում չեմ տեսնում այս ձևի երկիր, որը լոկոմոտիվ կդառնա։ Օրինակ Ռուսաստանի, գիտեք, տնտեսությունը հիմնված է, հենվում է միայն ռեսուրսների վրա, չէ՞, հումքային ռեսուրսների, ասենք գազ, նավթ, ասենք տեխնոլոգիաները շատ ցածր զարգացում ունեն, գիտությունը հետահանգած եւ այլն։ Ու դժվար է ասել, օրինակ Եվրոմիությունում ովքեր էին այդ լոկոմոտիվը։ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, հասկանու՞մ եք, զարգացած աշխարհի երկրները։ Բայց ես կարծում եմ այսօրվա այդ ակտիվ արձածումը այդ թեմայի ինչի հետ է կապված։ Ուղղակի Ռուսաստանը ուզում է շահել ժամանակ։ Ռուսաստանը չի ուզում մեզ կորցնել, մյուս կողմից չունի ռեսուրս մեզ աջակցելու, օգնելու, բայց չի ուզում կորցնել։ Ու դրանով ուղղակի շեղում են, ասենք, մեր ուշադրությունը գլխավոր հարցերի վրա։ Ասենք, իմ կարծիքով մենք այսօր պետք է մտածենք, մեր ապագան որտեղ է լինելու, ում հետ պետք է կապնված լինել։ Այո, հասկացանք Ռուսաստանը, բայց տեսնում ենք, չէ, որ տեխնոլոգիաները, գիտությունը, կրթությունը ամբողջը Եվրոպայում է, չէ։ Հիմա այս ձևի ծրագրերով մեր ուշադրությունը ուղղակի շեղում են։ Ռուսաստանը հարավային Կովկասի մասով գոնե արդեն չի ուշացել։ Ու լավ, Հայաստանի մասով դեռ խոսեցինք, էլի կշարունակենք, հա, Հայաստանը ինչ դիրքորոշում ունի, պիտի գնա, չպիտի գնա, ճիշտ է գնալը, ճիշտ չի գնալը, բայց հարավային Կովկասում, ասենք Ադրբեջանը նայում ես, կարծես չունի նպատակադրություն միանալու Եվրասիական միությանը, կամ Վրաստանի մասով ես չգիտեմ, աշխարհում կա մարդ, որ այսօր մտածի թե ռեալ է, որ Վրաստանը հանկարծ մտածի Եվրասիական միության մասին։ Այսինքն ուշ չի մի քիչ շատ տեղին դրված խնդիր է ձեր կողմից։ Իրոք, եթե մենք ուսումնասիրում ենք Վրաստանում ու Ադրբեջանում էլիտայի, քաղաքական էլիտայի տրամադրությունները, շատ հետաքրքիր է։ Վրաստանում ամենապրոռուսականը չեք հավատա, Սաակաշվիլին է։ Ասենք ընդդիմության նայեք միտինգները, Սաակաշվիլի միտինգների ժամանակ, պաշտոնական միտինգների ժամանակ, գոնե մեկ-մեկ Վրաստանի դրոշը տեսնում ես։ Այնտեղ ամբողջը եվրոպական դրոշներ են, Եվրոմիության, գոնե մեկը մեջ Վրաստանի դրոշը տեսնում ես։ Ընդդիմության էսա Բիձինա Իվանիշվիլիա թե ինչա, իր միտինգի ժամանակ մի հատ դրոշ չտեսանք Վրաստանի։ Դες իրանք մենակ Եվրոպա ու վերջ։ Դες Վրաստանում ընդդիմությունը ավելի կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, քան թե իշխանությունը։ Հիմա Ադրբեջանը նայում ենք։ Իզարմանս ինձ այնտեղ էլ քաղաքական էլիտան Ղարաբաղի հարցը թողեք մի կողմ։ Այլ հարցերում քաղաքական էլիտան եւ իշխանության եւ ընդդիմադիր իրանց կողմնորոշումով ընդհանրապես կապ չունի Ռուսաստանի հետ։ Ու իդեպ ասեմ ձեզ, ի պաշտոնե Ադրբեջանը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ Եվրասիական միության միանալը կամ ինչ որ այդ ծրագրերի հետ կապ ունենալ իրանք չեն ուզում։ Ուրեմն իրենց մոտ շատ զարմանալի է, էլիտաները ապագային են միտված։ Ապագան, այսինքն Եվրոպա են միտված։ Ոչ միայն Եվրոպա, իրենք գնում են դեպի նոր զարգացած աշխարհ։ Դա կլինի չինական տարբերակը, դա եվրոպական, այդ ուրիշ բան է։ Ի վերջո չինական տարբերակը, որը մեկ-մեկ ասում են, դա էլ է, դա չէ, շուկայական հարաբերություններ, դա միտված է դեպի ապագան։ Մեր դեպքում, այո, մեր էլիտան, ցավով եմ ասում, անպայման պետք է սերնդափոխություն կատարվի։ Մեր էլիտան այսօրվա էլիտան, ես լայն իմաստով եմ ասում, ոչ միայն իշխող ուժերի մասին, ընդդիմության մասին, լայն իմաստով էլիտան մշակույթի, չգիտեմ, գիտության, կրթության, դժբախտաբար շատ կոշտ դիրքորոշում ունի ու չի ուզում դուրս գալ այդ նախկին սովետական այդ կարծրատիպերից։ Ուրեմն փոփոխություն համոզված են կլինի, երիտասարդ սերունդը կփոխարինի նոր գաղափարներով, բայց այդ խնդրեմը մենք ունենք։
Հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ 4 տարի առաջ էլի Օլիմպիադա էր եւ 4 տարի առաջ ռուս-վրացական այդ հակամարտությունն էր։ Այն ժամանակ դուք ասում եք, թե այն պահից, որ Ռուսաստանը իր ռազմական գործողությունները դուրս բերեց կոնֆլիկտային գոտի, դարձավ պատերազմի լիարժեք կողմ եւ կորցրեց միջնորդի դերը։ Սրանով Ռուսաստանը լուծում է մի քանի հարց, դրանցից մեկն այն է, որ Ռուսաստանն ուզում է վերականգնել մինի խորհրդային միություն։ Հիմա 4 տարի հետո արդեն կանխատեսում իրականում է պարզապես ոչ թե մինի խորհրդային միություն, այլ ավելի այսպես մեծ, խորհրդային միություն եւ վերջապես մյուս հարթությունը գլոբալ հարթությունն է Արևմուտք Ռուսաստան դա միջազգային կոնֆլիկտ է այն ժամանակ ասում եք այսինքն հիմա այդ միջազգային կոնֆլիկտն է էլի ու սրվում է Ես այդ դրվագներից վերջից սկսենք, երբ որ ասում եմ միջազգային կոնֆլիկտ, ես նկատի ունեի Ռուսաստան, Արևմուտք կոնֆլիկտը, առաջի հերթին։ Ու դուք նայում եք մերձավոր արևելքում ընթացող process-ների ընթացքում ել ավելի սրվում են Արևմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները։ Նայեք, Ռուսաստանը շատ հետաքրքիր է, Սիրիայում բոլորը հասկանում են, Բաշար Ասադը չի մնա իշխանությունում։ Պատկերացնում եք, եթե իր առաջի դեմքերը իր կողք կանգնած փախնում են երկրից։ Ես չեմ ուրախանում։ Իդեպ ասեմ ձեզ, դա իմ կոնցեպցիա չի համընկնում։ Մեծ ձեռնտու կլիներ, եթե այդ իշխանությունը մնար, բայց ինչ որ բայից ակնհայտ է, որ այդ իշխանությունը չի կարող վերահսկել իրավիճակը Սիրիայում, չէ՞։ Բայց Ռուսաստանում նույնիսկ մինչև այսօր չեն հասկանում, որ դա տապալված իշխանություն է ու կարճած պահում են այդ իշխանությունը։ Պարզ է այդ իշխանությունը կընկնի կոպիտ ասած, ու Ռուսաստանը իր դիրքերը, որը ուներ Սիրիայում Նաև ռազմաբազան կկորցնի, հավաստիացնում եմ ձեզ։ Ինչ եմ ուզում ասել, Ռուսաստանի այդ ատելությունը արևմուտքի նկատմամբ այդքան ուժեղ է, որ իրանք օբյեկտիվ չեն կարող վերլուծել իրավիճակը։ Այդ մի դրվագ։ Երկրորդը այն ամենը, երբ որ ես ասում եմ մինի սովետական միություն, ես գիտեք ինչ նկատի ունեի։ Սովետական միություն առանց Բալտյան երկրների։ Պարզ է, Բալտյան երկրները դուրս եկան։ Նու Մոլդովային էլ հետ չես բերի, բայց այն ամենը Ռուսաստանը ինչ որ հույսեր փայփայում է գոնե այդ կիսա մինի ինչ որ տարածքում ինչ որ մի բան ստեղծել։ Դա ռեալ չի, բայց Ռուսաստանը անկախ մեծ երկիր է, իրանք ունի մտածել այդ գաղափարների մասին։ Այս դա նկատի ունեի։ Մինի խորհրդային հիմա Պուտինը անվանեց դա Եվրասիական միություն։ Հասկանալի է, Ադրբեջանի եւ Վրաստանի մասով խոսեցինք, դուք նշեցիք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն այդ երկրների քաղաքական էլիտաները։ Մեր երկրի քաղաքական էլիտայի հստակ դիրքորոշումը ցես հայտնի է։ Նու հստակ դիրքորոշում ես չեմ զգում, գիտեք, եթե մենք վերցնենք ու շարժվենք այ արդյունքներով պարլամենտական ընտրությունների, չէ, ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով։ Դրանով եթե շարժվենք իշխող կուսակցություն կամ այլ ընտրանք համարող կուսակցություն, դիրքորոշումները ցես հստակ։ Նու ես կասեմ, որ իշխող կուսակցության դիրքորոշումը ես հասկանում եմ, իշխող կուսակցությունը ինչ է ասում։ Եկեք այդպես Ռուսաստանի հետ ակտիվ աշխատում են, չէ, ռազմավարական պարտներ են, բայց անպայման պետք է զարգացնենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, նաև ՆԱՏՕ-ի հետ, դուք գիտեք, բավական լուրջ ծրագրեր են իրականացվում ՆԱՏՕ-ի հետ, նույն Աֆղանստանում, նույն Կոսովոյում, Հայաստանը մասնակից է, նույն արևելյան գործընկերություն, որտեղ Հայաստանը բավական ակտիվ է։ Դա այսօրվա գործող կառավարությունն է եւ իշխող կուսակցությունը։ Այստեղ կարելի է նյուանսների մասին խոսել, բան, ես համարում եմ դա դրական։ Վրաստանը հիմա Ռուսաստանը հիմա մտահոգում է, որ Հայաստանը շատ է տարվել այդ եվրոինտեգրացիա Հասկանում եմ, բայց նայեք, եթե ընդդիմությունը այսօր, ընդդիմությունը ներկայացված է, չէ, 3-4 կուսակցություններով պարլամենտում, չէ, եթե ընդդիմությունը այս հարցերում մի նոր բան ասել, իրոք շատ լավ կլիներ, բայց դժբախտաբար ես տեսնում եմ, որ ընդդիմությունը ավելի շատ հակված է այդ Ռուսաստանի հետ, այդ կոնտեքստում խոսել, ասենք Ռուսաստանը մեր վերջնական միակ պարտներն է, չէ, ես ուշադիր հետևում եմ։ Դա զարմանալի է։ Աշխարհում լինում է ուղիղ հակառակը։ Ընդդիմությունը ավելի պրոգրեսիվ է, քան թե իշխանությունը։ Ոստեղ մենք բավական տարօրինակ իրավիճակ ունենք, բայց այնուամենայնիվ լավ է, որ կան ուժեր, որոնք հասկանում են, որ Եվրոպայի հետ պետք է աշխատել, որ ՆԱՏՕ-ի հետ պետք է աշխատել։ Ինչքան էլ դուր չգա դա Ռուսաստանին։ Լավ, հիմա Եվրասիական միությունը անկախ նրանից քաղաքական էլիտան պարզ է, հա, մոտավորապես խոսեցինք ինչ դիրքորոշում ունի, դուք որպես փորձագետ գտնում եք, որ Եվրասիական միությունը կարող է արդյունավետ հեռանկար ունենալ որպես համագործակցության ձևաչափ Հայաստանի համար, այսինքն եթե այսպես խորացում լինի ավելի շատ մենք դեպի Եվրամիություն, ավելի պարզ եմ ասում պրիմիտիվ, հա, դեպի Եվրամիություն պիտի գնանք թե Եվրասիական միություն։
Եթե ինչ որ պահի դրանց համատեղումը, բալանսավորումը այլևս հնարավոր չի։ Որ միության մասին է խոսքը, եթե մենք չունենք ցամաքային սահման, ոչ Ռուսաստանի հետ, ոչ Ղազախստանի հետ, ոչ Ուկրաինայի հետ, որ միության մասին է խոսքը։ Դուք գիտեք, երբ որ ասում են միություն, Եվրոմիություն, այլ միություններ, անպայման պետք է ունենալ ցամաքային սահման, որ հարկային, մաքսային այդ բոլոր առավելությունները սկսեն աշխատել, ասենք առևտուր գնում ակտիվ այդ երկրների եւ այլ եւ այլ։ Մենք դժբախտաբար չունենք սահման ընդհանուր Ռուսաստանի հետ, քանի որ Վրաստան կա, Ադրբեջան կա, չէ, մեր առանքում իրանց քաղաքականությունը այլ է։ Ուրեմն նույնիսկ եթե մենք այդ դաշինքի մեջ ուզենանք մտնել, դա էֆեկտիվ չի աշխատի։ Բացի դրանից, Ռուսաստանը դարձավ համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ։ Դա դնում է Ռուսաստանի վրա շատ կոշտ պայմաններ։ Ռուսաստանը համաձայնվեց։ Հիմա իրանք անցկացնում են փոփոխություններ լուրջ օրենքների մեջ, նաև այդ թվում հրաժարվում են նույնիսկ ռազմավարական պարտներներին, ասենք, աջակցել, դեմպինգային գներով ինչ-որ գազ ծախել, ցածր գներով եւ այլ։ Դա մտնում է։ Հիմա Ռուսաստանը մտավ համաշխարհային կազմակերպության անդամ դարձավ, դա ավտոմատ նշանակում է, որ այս դաշինքը չի կարող խաղի կանոնների դուրս գալ միջազգային։ Ուրեմն դա մեզ ոչ մի բան չի տա, հասկանում եք, դա նշանակում է, որ ավտոմատ Ռուսաստանը չի կարողանալու մեզ ծախել գազը ոչ միջազգային գներով, միայն միջազգային գներով պետք է ծախի եւ այլ։ Դե դեպքում ինչ է դա մեզ տալիս այդ դեպքում ինչու է Ռուսաստանը այդքան շահագրգիռ, որ պիտի լինի Եվրասիական միությունը եւ Հայաստանը պիտի անդամակցի։ Նո, Ռուսաստանի նպատակը այստեղ ես ուղղակի ուզում եմ ասել, Ռուսաստանի նպատակը ես հասկանում եմ։ Ռուսաստանը ուզում է, որ այպես սատելիտ երկրներ լինեն, որոնք, ասենք, քվեարկեն իր ուզած ձևով, ասենք, միջազգային կառույցներում, բավական մոտ լինեն Ռուսաստանին, մյուս կողմից աղքատ ծանր վիճակում։ Օրինակ Սովետական միությունը ճիշտ ենք անում, քննադատում ենք, սխալներ կային, համակարգը դեմոկրատական չէր, բայց գոնե Սովետական միության ժամանակ գիտեք ինչ գլխավոր գաղափար խոսուններ դրված, որ անպայման այդ ազգային միավորումների, այն հանրապետությունները ազգային որ կան, անպայման օգնել սնել, որ իրանք չուզենան դուրս գալ Սովետական միության։ Գոնե իրանք դա հասկանում էին, գոնե ինչ որ ինվեստիցիա, որ ասում են, ներդնում անում էին Հայաստանում, մենք Սովետական ժամանակվա ասենք 70-ական թվերին հիշում են, բայց հիմա Ռուսաստանը ոչ մի բան չի ուզում անել, ինքը չի ուզում ծախս անել։ Այդ դեպքում ես չեմ հասկանում, ինչ իմաստ ունի իրանց կներեք ֆորպոստը լինել կամ սատելիտը լինել, եթե նույնիսկ իրանք փող չեն ուզում քեզ տալ։ Բայց ամեն դեպքում անկախ նրանից Հայաստանի քաղաքական էլիտան ինչ դիրքորոշում ունի, եթե նույնիսկ բացասական լիներ այդ դիրքորոշումը, անկախ նրանից որ ասում եք, որ Ռուսաստանը անդամակցել է առևտրի համաշխարհային կազմակերպությանը եւ այս բոլոր process-ները պիտի դուրս չլինեն այդ արժեքային համակարգից, անկախ ամեն ինչից Ռուսաստանը մտադրություն ունի, կարծես գերխնդիր է դարձել նախագահի համար, որ այս Եվրասիական միությունը պիտի լինի եւ Հայաստանի վրա ճնշումներ պիտի լինեն։ Հայաստանը ունի այդքան ռեսուրս, այդքան ներուժ դիմագրավելու այդ ճնշումներին, եթե իհարկե քաղաքական էլիտան որոշի, որ դա ապագա չի։ Նու նախ ուզում եմ ասել, գիտեք, շատ բան է կախված մեզանից։ Եթե բոլոր ուժերը պետական շահերից ելնում են ու թույլ չեն տա Ռուսաստանին ստեղ խաղեր տալ այդ հարցերում, ոչ մի ազդեցություն իրանք մեզ վրա չեն կարող ունենալ։ Կներեք, դու պետք է ինվեստիցիա անել երկրում, ասենք Ռուսաստանը պետք է լուրջ ինվեստիցիա անել, որ ազդեցություն ունենալ։ Մենք օրինակ ստեղ այսօր տեսնում ենք ազդեցություն տարբեր այլ երկրների, տարբեր այլ համակարգերի, բայց Ռուսաստանին ես չեմ զգում։ Ռուսաստանը եթե նույնիսկ ստեղ ծրագրեր է անում, իրանք կոպիտ ասած չինովնիկների հետ են անում, ժողովրդի հետ կողմ չեն անում այդ ծրագրերը։ Ինվեստիցիա չկա, բայց լծակները ազդեցություն չունի։ Նո, չէ, ունի, բայց ես համոզված եմ, որ այդ լծակները այդքան որոշիչ չեն, որ մենք ընդունենք որոշում, որը հակասում է մեր շահերին։ Ի վերջո Ռուսաստանի հետ ինչ որ հարցերում մենք ակին էֆեկտիվ համագործակցում ենք։ Այնտեղ որտեղ որ շահերը համընկնում են, համագործակցենք, ով է ասում։ Բայց այս ձևի դաշինքի մեջ մտնել, ստանձնել պարտավորություն, բայց ոչ մի բան չստանալ անիմաստ է։ Օրինակ, կոլեկտիվ անվտանգության պայմանագիր։ Բոլորս գիտենք, որ կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը էֆեկտիվ չի, բայց այնուամենայնիվ այդ պայմանագրի շրջանակներում Հայաստանը
իրավունք ունի ստանալ զենք զինամթերք Ռուսաստանից ցածր գներով։ Տեսեք, գոնե ինչ որ մի բան փոքր մեզ դա տալիս է։ Ու ստեղ ես հասկանում եմ ինչու մենք այդ շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցում ենք։ Ես խոսում եմ այդ ազդեցության լծակների մասին, հիմա որ ասում եք հնարավորություն տվեց գազը ստանալ ցածր գներով։ Հիմա այդ նույն գազը զենքի զինամթերքի մասին եմ կոլեկտիվ, այո, լավ գազի մասին չէ։ Լավ, հիմա տեսեք, ասում եք այդ այդքան էֆեկտիվ ինվեստիցիաներ չեն անում, դրա համար այդքան էֆեկտիվ չի կարող լինել, հա, դրանց այո, Ռուսաստանի ազդեցությունը այդքան ուժեղ չի։ Ազդեցության հազար ու մի բաներ ասեմ, որ այս կա այդ մեխանիզմները եւ կարող են ազդել։ Ինչի չեն կարող, ասենք օրինակի համար երկաթգիծ էլեկտրական ցանցեր գործարաններ լրիվ Ռուսաստանի ձեռքին է, ազդեցության լծակներ չեն։ Կլինեն ազդեցության, գիտեք, երբ որ լուրջ ներդրումներ անեն, աշխատատեղեր բացվեն, շատ ու շատ մարդին լծվեն այդ գործերի մեջ, այդ դեպքում այդ մարդիկ կասեն, նայեք, Ռուսաստանը մեզ այդ աշխատումը ակտիվ, այդ նույն էլեկտրացանցեր, այդ նույն երկաթգիծ, նայեք, ինչքան աշխատատեղ բացեց, բայց երբ որ ուսումնասիրում ես, այդ կամ մեծ չի այդ ներդրումները։ Լավ, ներդրումները ասում եք չկա, բայց հիմա Հայաստանը էլի ինչ որ վարկային բանակցությունների մեջ է, չէ՞, Ռուսաստանի հետ վարկ վերցնելու ինվեստիցիա չէ, ներդրում չէ, փող չէ, միջոց չէ։ Վարկ վերցնելը, վարկով երբ որ վերցնում ես, դա ռազմավարական պարտներների վայել քայլ չի։ Գիտեք ոնց է, եթե մենք վարկ ենք վերցնում ինչ որ երկրից, որը մեր ռազմավարական պարտները չի, ես դա հասկանում եմ, բայց Ռուսաստանը կոպիտ ասած խեղճ Հայաստանի վրա ուզում է փող աշխատի։ Ես դա ոչ թե քննադատում եմ, ես ուզում եմ ասել, որ դա ռեալությունն է ու այդ ռեալությունից ելնելով ես ասում եմ, եկեք Ռուսաստանը առաջարկում է ծրագիր, լուրջ ուսումնասիրենք, այնտեղ այդ ծրագրում կա մեծ հետաքրքրող մաս թե չկա։ Ես պնդում եմ Եվրասիական միությունը ես դրանից դուրս անկախ նրանից դրա մեծ հետաքրքրող կա թե չկա, ասում եմ Ռուսաստանը լծակներ ունի ազդելու եւ անկախ նրանից մեզ հետաքրքիր է թե մետաքրքիր չի, մենք ստիպված ենք հաշվի առնել այդ ազդեցությունների հետ։ Մի քանիսը նշեցի, դուք համաձայն չեք, ասենք էլի կարող եմ նշել։ Գազիկին ազդող բան է։ Գիտեք, կներեք, զորքն էլ ազդող բան է։ Վրաստանի դեմ ինչ որ կատարվեցին քայլեր, չէ՞։ Դրանից հետո իրանք Վրաստանը հավերժ կորցրեցին։ Ուրեմն գիտեք, ամեն ինչի էլ չափ կա։ Մենք հասկանում ենք Ռուսաստան լուրջ երկիր է, պետք է աշխատենք ակտիվ Ռուսաստան ու աշխատում ենք, բայց ես ասում եմ, եթե այդ ճնշումը այդ խելամտության սահմանը անցնի, կներեք, այս դեպի ռազմավարական պարտներ մեծ։ Բայց եթե մենք ենք ճնշումը, ենթադրենք էլի լծակներ ասեմ, Ռուսաստանում Հայաստանի չափ բնակչություն կա, հայ բնակչություն կա, ու դա ճնշելու լծակ չի մեր վրա։ Չէ, ես չեմ համարում, որ Ռուսաստանը թշնամի ազգ է մեզ համար, կամ չէ, չեմ ասում թշնամի է, բայց եթե հարցը եկավ կամ եւ կամ ասենք ընտրում ես Եվրասիական միությունը կամ գնում ես քո եվրոպական ճանապարհով, այս դեպքում։ Ну, գիտեք ինչ է։ Եթե մենք ուզում ենք հրաժարվել անկախությունից, մեր սուվերենությունից, կարող ենք ենթարկվել Ռուսաստանին կամ այլ պետությանը, բայց ես համարում եմ, որ այնուամենայնիվ հենց Ռուսաստանի հետ համար ձեռնտու կլինի, եթե Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերություններ կազմվեն, այլ ոչ թե միակողմանի այդ հարաբերությունները ի վերջո քանդվում են։ Փորձը ցույց է տալիս։ Լավ, ուրեմն քիչ ժամանակ է մնում, հատկապես որ արխիվում են նախագահական ընտրություններին, սա էլ թեկուս իրավիճակային ժամանակավոր, բայց էլի ազդեցության լծակ է, չէ, Ռուսաստանի ձեռքին։ Ну, այստեղ ազդեցության լծակ կլինի միանակ մի դեպքում։ Եթե Սերժ Սարգսյանը ունենա համարժեք մրցակից ընտրությունների ժամանակ, ես համոզված չեմ, որ կունենա համարժեք, բայց եթե ունենա համարժեք, ու այդ համարժեք մրցակիցը սխալ անի, փորձի խաղեր տալ այդ դաշտում։ Ես հավաստիացնում եմ ձեզ, ցանկացած տեխնացու, որը թույլ կտա, որ կոպիտ ասած Ռուսաստանը ստեղ խաղեր տա մեր նախագահական ընտրությունները, ինքը կպարտվի։ Լավ, ասում եք տնտեսական առումով անիմաստ է, հա, Եվրասիական միությունը, որովհետև եւ սահմանները եւ մի խոսքով եւ տնտեսությունը այն չի, իսկ տեխնոլոգիաները, գիտությունը, կրթությունը, զարգացվածությունը այդ ամեն ինչը Եվրոպական միությունը, այսինքն անուղղակիորեն կամ ուղղակիորեն ասում եք, որ ապագան դեպի Եվրամիությունը, եվրաինտեգրացիան է, քան թե Եվրասիական միությունը։ Բայց եկեք անկեղծ լինենք, մեր դավանած արժե համակարգով, մեր արժեքներով, ինչ դավանում ենք կամ կրում ենք, մենք ավելի շատ Եվրամիության կողմն ենք, թե Եվրասիական միության, որտեղ ենք մենք իրականում։ Ну, դժվար է ասել, այնուամենայնիվ շատ ու շատ բաղադրիչներով մենք այնուամենայնիվ եվրոպական բաներ ունենք, իդենտիչն ես ասում եմ, նույնատիպ չէ, ունենք։ Դե ինչ ունենք, ախր եվրոպական համակարգ, Եվրամիություն ասելով մենք պատկերացնում ենք որոշակի արժե համակարգ, որոշակի սկզբունքներ, հա, ասենք մարդու իրավունքներ, դատաիրավական անկախ համակարգ, ես ինչ գիտեմ, հավասար մրցակցություն տնտեսության մեջ, մոնոպոլիաների բացակայություն եւ տնտեսության մեջ եւ քաղաքական դաշտում, ժողովրդավարություն, ազատ ընտրություններ եւ այլ մարդու իրավունքների ազատություն հիմնարար եւ այլ
այս ամեն ինչով մենք ինչ ընդհանրություն ունենք։ Մենք ընդհանրապես ասենք ձև ենք անում, թե եվրոպական սիրելի եվրոպացիներ մենք այդ ամեն ինչը կրում ենք, բայց իրականում ձևը անում ենք բովանդակությամբ լրիվ Եվրասիական միության արժեքներն ենք կրում։ Այդ դեպքում պետք է կատարեք ընտրություն։ Եթե մենք ուզում ենք, որ երկիրը զարգանա, եթե մենք ուզում ենք, որ ազգը շատանա, զարգանա, մարդիկ ստեղ արժանի կյանքով ապրեն, բարձա այս ցերթվարկած ճանապարհով պետք է գնանք։ Ու ես կասեի այդպես, այնուամենայնիվ, ինչքան էլ մենք թերություններ չունենք, այնուամենայնիվ ստեղ զրո չի մեր վիճակը, օրինակ ազատությունների հարցում։ Չեք կարող ասել, որ ընդհանրապես ազատություն չկա, չեք կարող ասել, որ անկախ մամուլ չկա, չեք կարող ասել, որ անկախ լրագրողներ չկան հեռուստաալիքներում, չեք կարող ասել։ Կա, ինչ որ դրականը կա։ Մենք չենք կարող ասել, որ 100%-ով ընտրությունները կեղծվում են, չէ՞։ Մենք կարող ենք ասել 50%-ով անցան ընտրությունները, 50-ը սխալ էր։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք այլընտրանքի այդպես գծին ենք կանգնած։ Ես պնդում եմ, որ մենք շանս ունենք գնալ ճիշտ ճանապարհով։ Դա է իմ ասածը։ Կգնանք հետամնաց ճանապարհով, գիտեք, ես ներողություն եմ խնդրում, բայց շատ ազգեր կային, մի դեպ ասեմ ձեզ, որոնք մեծ լումա ունեին ցիվիլիզացիա քաղաքակրթության մեջ, հիմա չկա այդ ազգերը։ Ուրեմն, եթե մենք ճիշտ ճանապարհով չընտրենք ճիշտ ճանապարհը, կարող է այո վերանանք ֆիզիկական իմաստով չեմ ասում, որպես ազգ, որպես պետություն։ Հաճույքով կպանավիճայի absol ժամանակը սպառվեց։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Այսքանը երկրի հարցի ծրագիրների եթերում ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Լավ մնացեք։